Շարունակում ենք մեր թողարկումը, սիրելի հեռուստադիտողներ, ամառ է, դա բազմիցս ենք ասում եւ գաղտնիք չէ, որ ամառը զբոսնելու, տարատեսակ միջոցառումների, հատկապես մշակութային եւ կազմակերպելու եւ մասնակցելու լավագույն ժամանակաշրջանն է եւ Երևանը անմասն չի մնում, գրեթե միշտ բազմամարդ է եւ գրեթե յուրաքանչյուր փողոցում անպայման ամեն օր, եթե երեկոյան զբոսնում ես, մի հետաքրքիր ինչ-որ բան լինում է։ Եվ խոսելու ենք հենց այդպիսի մի միջոցառման մասին, որն անցկացվել է հունիսի 21-ից 23-ը խորհրդանշական Կարմիր կամրջում։ Այնտեղ նախատեսված է ցուցահանդես վաճառ, կարվեստի մրցույթ, մրցանակներ, ավետարաններ, պերֆորմանսեր, երաժշտական եւ մշակութային փորձառություններ։ Իսկ ինչի մասին է խոսքը, խոսքը ստեղծարար կամուրջ արվեստի ամառային փառատոնի մասին է, որը մեկնարկելու է հունիսի 21-ին ժամը 6-ից։ Այդ առիթով ունենք շատ հետաքրքիր եւ գեղեցիկ հյուրեր, Liver ընկերության ծրագրերի ղեկավար Գոհար Գևորգյան եւ ստեղծարար կամուրջ արվեստի ամառային փառատոնի համադրող Սոնա Արսենյան, բարի լույս։ Բարի լույս, ինչպես է լույսներ տաղավար։ Շնորհակալություն Գավերի համար։ Սիրով Խոսենք մեր փառատոնի մասին եւ փորձենք հակիրճ ներկայացնել ծրագրի այսպես մանրամասները։ Ինչպես նշեցիք, հունիսի 21-ից 23-ը Երևանի Կարմիր կամրջում տեղի կունենա ստեղծարար կամուրջ արվեստի ամառային փառատոնը։ Այն իրենից ներկայացնում է արվեստի բազմապիսի դրսևորումներով, մշակութային տարբեր փորձառություններով հագեցած մի ծրագիր եւ ծրագրի փառատոնի շրջանակում, այսպես առանցքային մեխը կարելի է ասել հենց ցուցահանդես վաճառքն է, որին մասնակցում են եւ տեղացի եւ միջազգային արվեստագետներ, մենք ունենք մասնակիցներ Ֆրանսիայից, Ռումինիայից, Լիբանանից, Իրանից, Ամստերդամից, որոնք ոչ միայն ներկայանալու են իրենց աշխատանքներով, այլև հետաքրքիր այսպես վարպետաց դասեր են անցկացնելու, տարբեր արվեստագետ իրենց հետ այսպես հանդիպումներ են լինելու, առանձին նկարչության ժամեր են լինելու, քննարկում զրույցներ են լինելու, օրինակ մեր ֆրանսիացի արվեստագետի հետ շատ այսպես հետաքրքիր վարպետաց դաս է անցկացվելու, որմնանկարչության դա հունիսի 22-ին է նախատեսված, ներկայացնելու է որմնանկարչության այսպես տեխնոլոգիան, ավանդական մեթոդները եւ այլն։ Գոհար, կուզեմ գաղափարի մասին էլ մի փոքր պատմեք, ինչպես առաջացավ գաղափարի սկզբանը եւ ինչու հենց այսպիսի ֆորմատով։ Եվ տեղանքի ընտրությունն էլ հետաքրքիր է։ Այո, տեղանքի ընտրությունը պատահական չէ, մենք այսպես փնտրում էինք բացօթյա ամառային հետաքրքիր միջավայր, որտեղ կարելի է անցկացնել նման այսպես ֆորմատի փառատոն։ Պատահական չէ նաև օրվա ընտրությունը, գիտենք մենք հունիսի 21-ը ամառային այսպես արևադարձի օրն է, երբ ցերեկը ամենաերկար ցերեկն է եւ ցերեկը գերազանցում է այսպես գիշերվան եւ նախորդ տարի հունիսի 21-ին Liver ընկերությունը եւս կազմակերպել էր մի այսպես ցուցահանդես վերադարձի կետը խորագրով եւ որին հրավիրյալ արտիստ ժամանակակից հայ արտիստ Վարդան Տեպիկյանը մթության մեջ փակ աչքերով կտավին է հանձնում իր էմոցիաները, հույզերը, քանի որ այդ օրը հայտնի է նաև հզոր էներգետիկ օր, նոր ուժի, նոր էներգիա։ Եվ այդ կտավը այսօր մեր փառատոնի խորհրդանշական նմուշն է, եւ որը հանված է աճուրդի։ Այն կարելի է հնարավորություն է ոչ միայն այսպես տեսնելու, այլ նաև ձեռք բերելու, գնելու։ Եվ այսպես մենք որոշեցինք հենց հունիսի 21-ին այս անգամ եւս անցկացնել նման իրադարձություն։ Սոնա, մի փոքր խոսենք համադրությունների մասին, համագործակցության մասին եւ որպես համադրող կասեք, հատկապես այս անգամ դժվարությունն ինչումն էր, գուցե դժվարություն չկար, մի փոքր պատմեք։ Դժվարությունը երևի այն է, բայց դա դժվարություն չէ, դա առավելությունն է հայկական արվեստի շուկայի, որ մեր բոլոր մասնակիցները շատ տարբեր են։ Նրանք շատ տարբեր տարիքի, այդպես փորձառության, մասնագիտության տերմարդիկ են, շատ տարբեր տեխնիկաներով են աշխատում, շատ տարբեր աշխատանքներ են իրենց մոտ ստացվում, բայց դա ես դիտարկում եմ որպես միանշանակ առավելություն, որովհետև այս ցուցահանդեսի այսպես համադրողական սկզբունքը հենց երկխոսությունն է, դա շատ կարևոր է
ինձ համար մասնավորապես ու կարծում եմ բոլորի համար, ովքեր հետաքրքրվում են արվեստով, դուք ասեցիք տեղանքի մասին, ինձ համար սա եւս շատ կարեւոր ու խորհրդանշական է, ինչու, որովհետեւ Կարմիր կամուրջը Երևանում պահպանված միջնադարյան շատ քիչ կառույցներից է, չէ, որը ավերված է եղել ու շատ երկար ժամանակ միայն տուրիստական ընկերություններն էին այնտեղ գնում, ցույց էին տալիս մի փոքրիկ հատված, ասում էին դե սա եղել է, հիմա այն վերականգնել են ու դա մեր պատմության արդեն այսպես ակնառու մի մասն է դառնում ու ինձ համար շատ կարևոր է, որ այդ պատմական այսպես հայկական ավանդական ճարտարապետության կողքին հենց մենք ունենալու ենք ժամանակակից արտիստների ու բավականին շատ են այդ արտիստները, մոտ 30 արտիստ ունենալու ենք ներկայացված այս ցուցահանդեսին, մեծ մասը իհարկե Հայաստանից են ու ինձ համար շատ կարևոր է, որպեսզի մենք տեսնենք, որ այսօր հայկական մշակույթը նույնքան բեղուն է, որքան այն եղել է զարգացած միջնադարում, 12-րդ դարում, օրինակ, երբ կառուցվել է Կարմիր կամուրջը, եւ դա հակադրություն չէ, դա շատ տրամաբանական շարունակություն ու երկխոսություն է եւ դարերի միջև, եւ արվեստագետների միջև ու շատ կարեւոր է նաեւ մեր միջև։ Բոլոր նրանք, ովքեր ցանկացել են մասնակիցը դառնալ, կարողացել են թե ընտրություն եք կատարել, ինչ չափորոշիչ։ Ընդհանուր թեմա խորագիր կա, որով միավորվել է։ Այո, ես ինչպես նշեցի, հենց օրվա հետ էր կապված, մենք ընտրել ենք լույսի թեման, քանի որ լույսը հենց օրվա շրջանակում գերազանցում է մթության նախավարին, լույսի անդրադարձը, լույսի ներքո արվեստագետի, այո, այսպես մոտեցումը, այսպեսին է եղել, բայց շատ են եղել դիմում հայտերը եւ Սոնայի շնորհիվ նաեւ ընտրվել են միասին այո ընտրվել են առաջնորդվել ընտրելուց, որովհետեւ հատկապես ստեղծագործող մարդու համար գուցե ընկալելի չի լինի, թե ինչու իրեն չընտրեցին օրինակ։ Շատ լավ հարց է իրականում, այստեղ կարող եմ ասել, որ եթե դուք դիմել եք որևիցե open call-ի, հա, բաց կանչի ու ձեզ ասել են, որ ձեր աշխատանքը չի ընտրվել, դա երբեք չի նշանակում, որ ձեր աշխատանքը լավը չէ, կամ դուք, չգիտեմ, Աստված չանի, այդպես մտածեք, վատ նկարիչ եք եւ այլն։ Այստեղ հարցը միայն նրանում է, թե որքանով է ուղարկված կոնկրետ նկարը, որովհետեւ մեզ ոչ են ուղարկում ամբողջ, այսպես ռեզյումեն, CV-ն ու ասում ընտրեք, որը ուզում եք ընտրեք, հա, մենք ունենք այդտեղ շատ կոնկրետ աշխատանքներ, որոնք ներկայացվել են բաց կանչին ու կամ թեմային չի համապատասխանել նկարը, հա, կամ էլ շատ լավն է եղել, բայց չի համադրվել մյուսների հետ։ Այդպիսի բան էլ կարող է լինել, որովհետև շատ կարևոր է որ ամբողջական էքսպոզիցիան ինքը լինի կամ ներդաշնակ կամ հակառակը իրար հետ վիճեն նկարները, հա, բայց եթե շատ յուրօրինակ տեխնիկա դուք ունեք կամ շատ յուրօրինակ ձևաչափի նկար եք, գուցե եւ այդ պատճառով դուք ստանաք մերժում, որովհետեւ հնարավոր չլինի այն էքսպոզիցիայում ներառնել։ Համադրության հարցը սկզբանե դրված է։ Իհարկե, որովհետեւ եթե դու ի սկզբանե այդ խնդիրը չես լուծում, հետո տեղում արդեն չես կախի։ Դա ցավոք այդպես է։ Եվ նաև իհարկե տեխնիկական պահանջներին չափեր կանեն, տեխնիկան եւ այլն։ Մենք բացի նկարներից ունենք նաև հանդուրժ տալիս եք, չէ՞, չափորոշիչները, որ մարդիկ հնարավորինս եղածին համապատասխան դիմեն։ Իհարկե։ Իսկ ասեք, համադրությունից խոսեցինք, սովորաբար համադրությունը նրա համար է, որպեսզի ավելի արտահայտիչ դառնան հենց անհատների գործերը, թե որ ավելի ընդհանուր ներկայացված տարբերակը լինի ավելի արտահայտիչ։ Դա կախված է, գիտեք, ձեր խնդրից, որը այս կամ այն նախագծում դուք լուծում եք։ Այս դեպքում մենք ունենք շատ հստակ կոնցեպտ, դա լույսի որոնումն է, նաև երկխոսությունը ստեղծելու ցանկությունն է, դա էլ է մեր կոնցեպտի մի մասը, բայց իհարկե դու չես կարող զոհել, այսպես ասած, այս վիզուալ կողմը քո կոնցեպտին, այսինքն եթե տուժում են նկարները քո այդ համադրության պատճառով, դա շատ վատ է։ Այստեղ կոմպլեքսային խնդիր ես լուծում ու բոլորը պիտի հաշվի առնես։ Լավ է թե վատ է, այդպես է։ Եվ ստեղծարարությունը նաև։ Այո։ Իսկ օտարերկրյա արվեստագետներին ինչով է գրավել, հետաքրքիր է մասնակցությունը իրենց ինչպես է կազմակերպվել եւ առհասարակ ինչն է գրավել միգուցե տեղանքը, հին պատմամշակութային փառատոնը իր շրջանակով բովանդակությամբ։ Եվ արդյոք մինչ այս Հայաստանի հետ կապ ունեցել են։ Այո, մեր կազմակերպությունը սովորաբար միշտ համագործակցում է արտերկրի արվեստագետների հետ եւ այսպես շղթայաբար երևի թե տեղեկատվությունը նաեւ շրջանառվում է իրենց մեջ։ Մենք 1-2-ը դիմեցին եւ երևի թե այդպես նաեւ
գործընկերներ տեղեկանալով իրենք էլ ցանկացան մասնակցել, մեզ գրեցին մեր էլեկտրոնային հասցեին եւ շատ մեծ ցանկությամբ այսպես փորձեցին մասնակցել, դե մենք էլ բնականաբար ընդառաջ գնացինք եւ պետք է նշեմ, որ իրենք նաեւ իրենց մեջ կան նաեւ հրավիրյալ արտիստներ։ Մենք բացի բաց կանչին հնարավորությունը նաեւ հրավիրյալ արտիստներ ենք ունենում, նրանց մեջ կան նաեւ հրավիրյալ արտիստներ, որոնց տեղյակ ենք այսպես նրանց գործունեությանը։ Իսկ ասեք ծրագրի մեջ ինչ կա ներառված, որի մասին առանձին կուզեք խոսել, ներկայացնել, որպեսզի վաղվանից արդեն մեր հեռուստադիտողը պատրաստված գա եւ միանա ձեզ։ Նախ շատ այսպես բացման միջոցառումներն են շատ այսպես հետաքրքիր գրավիչ, այնտեղ երաժշտական ծրագիր կա, այնտեղ արվեստի պերֆորմանս կա, բայց կուզեի նաև առանձնացնել երկրորդ օրը հունիսի 22-ին անցկացվող արվեստի խաղ մրցույթը։ Դա ինտելեկտուալ այսպես խաղ մրցույթ է, որին մասնակցում են արվեստի ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, բայց ոչ միայն արվեստի ոլորտի, մենք ունենք մասնակիցների շարքում բժիշկներ, երաժիշտներ, դիզայներ, նկարիչներ, արվեստաբաններ, այսինքն ոչ միայն մասնագետներ են այնտեղ, այլ նաև արվեստասերներ, ոչ միայն արվեստագետներ, այլ նաև արվեստասերներ, որոնք մրցելու են արվեստի շուրջ, արվեստի նվիրված այսպես տարբեր հարցեր են քննարկվելու, ներկայացվելու եւ խաղն անցկացվելու է, խաղի անունը նախ արվեստասերը միլիոնատեր եւ խաղն անցկացվելու է մոտապես ուզում դառնալ միլիոնատեր խաղի ոճով մրցանակն էլ այո 1 միլիոն այո 3 խումբ է մասնակցելու եւ այսպես արվեստը փորձելու են արվեստը ներկայացնել իրենց գիտելիքները ցույց տալ եւ այսպես հետաքրքիր փորձառություն ունենալ։ Շատ լավ, ինչ որ ավելացնելու բան ունեք։ Եվ նաև իհարկե դասախոսությունների մասին կուզեմ անպայման խոսել։ Մենք շատ հետաքրքիր արվեստի այսպես դասախոսություն ունենք արվեստաբան Ասմիկ Գևորգյանի ներկայացմամբ, էլի շատ հետաքրքիր միջոցառում է, որպես այսպիսի։ Նա արտակարգ արվեստաբան է, համագործակցել է ինտերնետությունը իրականում նրան լսելը միշտ հետաքրքիր է, դրա համար էլ հարցը տվեցի։ Դուք եղել եք Ասմիկի։ Ճանաչում եմ արել։ Շատ լավ։ Դե կգաք։ Եվ նաև արվեստի այսպես պանելային քննարկման մասին, որը հենց վարելու է մեր Սոնան, ով արվեստի քննադատ է նաև եւ մասնակցելու են արվեստի ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, մենեջերներ, արվեստաբաններ, բլոգեր, էքսկուրսավարներ եւ խոսելու են, քննարկելու են արվեստը որպես կամուրջ, որպես երկխոսություն եւ արվեստասերի դերի կարեւորությունը։ Այստեղ նույնպես շատ հետաքրքիր ձևաչափ ունենք, այս ձևաչափում պարտադիր այս նույն ոլորտի տարբեր կողմերի ներկայացուցիչներն ենք հրավիրում, արտ մենեջեր, արտ բլոգեր, մշակութային էքսկուրսավար եւ արվեստագետ, գալերիստ, այդպես։ Հարցնում եմ, եթե հարցնեսյանա ես տամ, ապա ինձ հետաքրքիր է որն է այսօրվա արվեստասերը, որովհետեւ այսօրվա արվեստն էլ է հարաբերական դարձել։ Որն է այսօրվա արվեստասերը։ Շատ լավ հարց է իրականում։ Մենք չեմ կարող ասել, որ խնդիր ունենք արվեստասերի Հայաստանում, որովհետև ինֆորմացիան տարածվում է, մարդիկ քիչ թե շատ հետաքրքրվում են։ Հարցը նրանում է, որ մեր շատ փոքր քաղաքում ու փոքր երկրում մենք գերհագեցած ենք տարատեսակ միջոցառումներով, այդ թվում նաև մշակութային միջոցառումներով։ Իհարկե, ստեղծարար կամուրջը բոլորի ֆոնին տարբերվում է, որովհետև շատ այսպես մեծ ու գունեղ փառատոն է, բայց մարդիկ շատ դաշտը գերհագեցած է, այսպես ասած։ Ու այն, որ մարդիկ այս կամ այն օրը ընտրում են գալ նայել ցուցահանդես, ոչ թե օրինակ գնալ որևիցե երեկույթի, դա շատ մեծ առավելություն է, որը մենք փորձում ենք զարգացնենք։ Այդ մշակույթը պետք է գնալով ավելի ու ավելի զարգանա, ու այս նույն պանելային քննարկումները նաև դրա համար են կազմակերպվում, որովհետև շատ կարևոր է, որպեսզի մարդիկ շատ հստակ իրենց համար պատկերացնեն։ Արվեստը դա երկխոսություն է, ինքը երբեք չի կարող լինել մոնոլոգ։ Այսինքն այդ նկարը երբ նկարչի խորհրդանոցում կախված է, այո, այն ցավոք սրտի հանդիսատեսի կարիքն ունի միշտ, ոչ թե ցավոք սրտի, այլ դա արվեստի բնույթն է ու հանդիսատեսի կարիքն ունի։
ու այս երկխոսության մեջ շատ կարևոր է արվեստագետին մենակ չթողնել։ Դա շատ կարևոր է, որովհետև նա իր հույզերը այդ կտավին, չգիտեմ, կամ քանդակին, կամ լուսանկարին, տեխնիկան ընդհանրապես կապ չունի, բայց նա իր գաղափարները արդեն ներդրել է եւ նա սպասում է հետադարձ կապին, որը պետք է լինի։ Ու այն պրակտիկան, որը մենք ունեցել ենք մի քանի տարի առաջ, ու մի քանի երևի 10 տարի առաջ, երբ մեծամասամբ ցուցահանդեսներին գալիս էին արվեստագետները, այսպես ասած գիլդիայի ներկայացուցիչները, այդ պրակտիկան հիմա շատ արդեն անցյալում է մնացել, հիմա շատ ավելի շատ են արվեստասերները, մարդիկ, ովքեր չեն աշխատում արվեստի ոլորտում, դա շատ կարևոր է, հա, արվեստաբաններին, քննադատներին, էլի մենք չենք հաշվում, մենք հաշվում ենք բժիշկներին, հաշվապահներին, լրագրողներին, հա, բոլորին, ովքեր իրենց ազատ ժամանակը նվիրում են արվեստին, ու հիմա այդ մշակույթը Հայաստանում գնալով զարգանում է, մեր փառատոնի շնորհիվ ավելի շատ է զարգանալու, ու դա շատ կարևոր է։ Մեր օրյա արվեստասերը այդպիսի մարդ է, զբաղված, գերհագեցած քաղաքում, շատ ինֆորմացված, բայց եւ սիրող արվեստ։ Իսկ շատ լավ հնարավորություն է, շատ լավ, այսպես է հարթակ է, երորյա այսպես արվեստի տոն արվեստասերներին եւ արվեստագետներին համախմբելու, միավորելու, այդ հաղորդակցության հնարավորությունը ընձեռելու, Գեղեցիկը տեսնելու պարզապես եւ ծանոթանալու այդ մարդկանց հետ, շատ կարեւոր է, որովհետեւ դուք գուցե աշխատանքները ճանաչեք, նույնիսկ ոճով, բայց այդ մարդուն չեք տեսել, որովհետեւ նա իր արվեստանոցում է ստեղծագործում։ Իսկ այսպիսի միջոցառումներին դուք կարող եք այդ մարդկանց հետ ծանոթանալ, զրուցել։ Շնորհակալ ենք, ձեզ հաջողություն իհարկե։ Ես հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, այո, հրաշալի փառատոնի մասին էինք զրուցում Liver ընկերության ծրագրերի ղեկավար Գոհար Գևորգյանի եւ ստեղծարար Կամուրջ արվեստի ամառային փառատոնի համադրող Սոնա Արսենյանի հետ։ Դուք մնացեք մեզ հետ։